Ողջույն թանկագիններս, բարի գալուստ Արևի խոհանոց։ Եկեք այսօր միասին պատրաստենք զատիկի սեղանի թագուհին, այսինքն պատրաստելու ենք կատնահունց, էլի զատիկի սեղան առանց համեղ ավանդական կատնահունցի։ Ինչ է հարկավոր մեզ խմորի համար։ Մեզ հարկավոր է 110 գրամ կարագ, 3 ձու, որից 2 ձուն և 1 ձվի սպիտակուցը կօգտագործենք խմորի համար, իսկ 1 ձվի դեղնուցը կօգտագործենք հետագայում վրան քսելու համար, 15 գրամ խմորիչ կամ 1 լավ լիքը ճաշի գդալ, գդալի ծայրով մի փոքր աղ, 120 գրամ շաքարավազ, կաթ և իհարկե ալյուր։ Անցնենք գործի, սկսենք պատրաստել։ Վերցնում ենք համապատասխան թաս, թասի մեջ լցնում ենք խմորիչը, աղը, և իհարկե կաթը։ Կաթի ջերմաստիճանը պետք է լինի 40 աստիճան, ոչ շատ տաք, ոչ շատ սառը։ Մոտ 400 մլ կաթ։ Այս ամենը լավ խառնում ենք, որպեսզի խմորիչը ամբողջովին լուծվի։ Ավելացնում ենք շաքարավազը, ձուն, մի լավ խառնելուց հետո ավելացնում ենք 110 գրամ փափկեցրած կարագը։ Եվ կրկին հարում ենք։ Մի փոքր խառնելուց հետո ավելացնում ենք արդեն մաղով անցկացրած ալյուրը։ Խմորը արդեն պատրաստ է թանկագիններս, ինձ մոտ գնաց 700-ից 750 գրամ ալյուր, մի փոքր կպնող է խմորը, փափուկ եմ արել, որպեսզի կատնահունցը ավելի թեթև ստացվի, որքան խմորը փափուկ լինի, այնքան կատնահունցը թեթև կստացվի։ Հետագայում, եթե կդժվարանաք աշխատելու համար, մի փոքր ձետ կօգտագործենք, որպեսզի չկպնի։ Հիմա կծածկենք, կդնենք տաք տեղ, կթողնենք, որ խմորը լավ բարձրանա, բարձրանալուց հետո արդեն կշարունակենք։ Ահա թանկագիններս, խմորը արդեն պատրաստ է։ Տեսեք, թե որքան լավ խմոր ենք ստացել։ Ընտիր խմոր, խոսքերն ավելորդ են։ Այժմ սեղանի վրա մի փոքր ձետ կլցնենք և խմորը կտեղափոխենք սեղանի վրա։ Խմորը հավաքում ենք իրար վրա և բաժանում ենք 3 մասի, քանի որ հյուսք պետք է պատրաստենք։
Կգնդենք և կթողնենք, որպեսզի 5 րոպե գնդերը հանգստանան։ Աշխատեք, որ գնդերը հավասարաչափ ստացվեն։ Գնդերը արդեն 5 րոպեի ինչ հանգստանում են, ասեմ, որ ինձ մոտ գնդերը կշռում են 500 գրամ։ Վերցնում ենք ձևամանը, որի մեջ որ պետք է տեղավորենք։ Մի աննշան ձև ենք քսում և սկսում ենք ձևավորել արդեն գնդերը։ Ձևամանը դնում ենք մի կողմ։ Մեզ հարկավոր է չամիչ և կարող եք օգտագործել ինչ ցանկանում եք։ Ես նաև կօգտագործեմ խորի։ Սկսում ենք ըստ հերթականության բացել գնդերը։ Այս ձեռքերի օգնությամբ էլ կարող եք բացել։ Խմորի վրա շաղ ենք տալիս խորիզը և արդեն չամիչը ըստ ճաշակի։ Շատ չեմ ավելացնի, մի փոքր։ Եվ արդեն գեղեցիկ պտտում ենք։ Մի փոքր կերկարացնենք, որպեսզի մեզ մոտ հյուսքը շատ լավ ստացվի։ Այսպես, դնում ենք մի կողմ և բացում ենք երկրորդ գունդը։ Ուղղում ենք խմորները, մոտիկացնում ենք իրար և սկսում ենք զգուշությամբ հուսել։ Ամբողջական մի հատ այսպես ամրացնում ենք։ Եվ սկսում ենք հյուսել։ Ինչքան ամուր հյուսեք, այնքան ձեզ մոտ գեղեցիկ կստացվի։ Ահա, ստանում ենք նմանատիպ գեղեցիկ հյուսք։ Այժմ զգուշությամբ կտեղավորենք ձևամանի մեջ։
Ձևամանի մեջ տեղավորելուց հետո կծածկենք խոհանոցային սեղանի վրա, կթողնենք կես ժամ, որպեսզի խմորը բարձրանա։ Բարձրանալուց հետո արդեն կասեմ ինչ ենք անում։ Արդեն կես ժամ անցավ, թանկագիններս, ինչպես տեսնում եք, կատնահունցը լավ բարձրացել է։ Այժմ մեկ դեղնուցի վրա մեկ ճաշի գդալ կաթ ենք լցնում, լավ խառնում ենք և քսում ենք կատնահունցի վրա։ Ուղարկում ենք նախորդ տաքացրած ջեռոցը, թխելու եմ 180 աստիճանի տակ մինչև պատրաստ լինելը։ Ահա թանկագիններս, մեր շքեղ կատնահունցի վերջնական տեսքը։ Հուսով եմ ձեզ դուր եկավ, դուք էլ պատրաստեք և զարդարեք տոնական սեղանը։ Մաղթում եմ բոլորիս ուրախ զատիկ, կթողնեմ ամբողջական քսառի, այնուհետև կկտրենք և կվայելենք։